Եվ ճեպազրույցում եւ երեկել նաեւ այդ հանդիպումները ամփոփելիս շատ ուղիղ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա ուղիղ սպառնալիք չի քաղաքական հայտարարություն է, բայց պայմանավորվել եք, պարոն Մինասյանն էլ էր ասում արծվիկ, այդ նույն բառապաշարով ինչ դուք ասացիք, հետաքրքիր էր։ Տեսեք, քաղաքական հայտարարություն է ընդամենը եւ վերջ, որը կրկին չեմ մեկնաբանելու։ Նախ դրանից առաջ մենք զուգահեռ ենք խոսում։ Դե լավ, դուք խոսեք։ Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը։ Հետևաբար քաղաքական դեմքերը ազատ են անել քաղաքական հայտարարություններ եւ այդքանը։ Բայց հիմա ձեր ենթադրություններով մի ամբողջ ժողովրդի սպառնում եք, այսինքն ճաճառաբանությունը Ես եւ ասել, որ վարչապետը հայտարարում է այդ համատեքստում, որ մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը։ Վարչապետի խոսնակի դեր ստանձնես։ Մենք վարչապետի Բայց չէ, պարզապես հարցադրումը անում ենք, ես էլ վերահսկում եմ ձեր հարցադրումը։ իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ Կարող ենք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմաններ։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ դա չի ուզում։ Կներեք ու վերջ իմ թեմայից էր։ Երևի դուք սրան պատասխանել եք, կներեք, եթե ես չեմ լսել, երբ քաղաքացիությունը Դանիել Յովհաննիսյանն ու Արտուր Սարգսյանն առաջարկում են կամ քննարկել են նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակը սահմանադրությունից հանել, դուք դրա կողմնակցեք։ Մենք մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված, ինչպես այսօր է։ Տիկին Գարյան քրեակատարողականների մասին նշում եք, որ ապագայում փոփոխություններ լինեն Նուբարաշյանի մասով մենք առաջիկայում չենք տեսնում, հստակ ժամկետներ նշվում են, Նուբարաշյանը երբեք չենք տեսնում։ Իրականում ես համարել որքան շուտ այնքան լավ տարբերակն է գործում, բայց դրա համար իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ, հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը, որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակ ունենք ավելի հակված, բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն դին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշյանը փակելու ճանապարհով, բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու առաջիկա 2 տարիները պետք է նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք Նուբարաշյանի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է մարդկանց նոր քրեակատարական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի Նուբարաշյանը գոյություն ունենա։ Բայց Նուբարաշյանի քանակությամբ, Նուբարաշյանը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ ստեցան 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապահովել նվաստանարարությունը։ Իսկ այդ ֆոնի համալրման իրականացում դարվում է թե ոչ։ Ոչ, որովհետև այն կարծիքն ունենք, որ պետք է բաժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն եւ չպետք է դա անել անհասցե։ Անհասցե ավելի շատ համաներում է, այսինքն իհարկե հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վարակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում եւ ես այսօր զեկույցում նշեցի, որ 2025-ին ազատվել է 170 անձ
բաժից պայմանական բողոքետ նախորդ տարվա 134-ի կամ 35-ի փոխարեն, այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ եւ նաեւ ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը եւ լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից։ Տիկին Գարյան, քաղաքացիական պայմանագիրը 6 տարի առաջ ամբողջական քարտեզով էր քարոզարշավը իրականացնում, հիմա կիսատ քարտեզով է քարոզարշավը իրականացում։ Քաղաքացին որ հարցնի ինչու է կիսատ, դուք եկաք կիսեցիք, ո՞րն է ձեր պատասխանը եւ ինչ վստահություն կա, որ այս անգամ ընտրվելուց նորից չեք կիսի քարտեզը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը Հայաստանի Հանրապետության քարտեզն է իր հստակ տարածքում, որի վերաբերյալ կարծում դուք շատ լավ գիտեք եւ պետք չէ մանիպուլյացիոն հարցեր տալ։ Այսինքն Գարյանը հստակ չէր։ 6 տարի առաջ էր նոմինալ Դուք էստեղ եք եղել 6 տարի առաջ։ Կարող է նկատել եք ինչ-որ բան, որ տեղի ունեցավ ներկայացում, որ չէին Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ես կամ իշխանության պատերազմ չի լինելու, ես եթե չկամ կլինի։ Իսկ նկատել եք, որ խաղաղության համաձայնագրի նախասարարում է տեղի ունեցել եւ ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք պետք է փայփայենք ու այնպես անենք, որ խաղաղ միջավայրում գնանք դեպի կայուն ու զարգացող ապագա։ Ինձ թվում է ինչ-որ մի հատված բաց եք թողել դուք։ Ուշադիր եք։ Գարյան իրակի եթե չեմ սխալվում, տեղեկություն տարածեց, որ Փաշինյանի քրեականից կարպես գալանավոր էր փախուստի դիմել, ինչ տեղեկություն ունեք այդ մասով։ Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հանդիպման ուղղությամբ այդ Եվ մեր նախորդ ճեպազրույցներում դուք էլի անդրադառնալ խոսել եք, որ ինքնավնասման դեպքերը կանխելու համար կալանավայրերում, այսպես ասած, աշխատանքներ տարվում են, բայց վերջին շրջանում էլի տենց մի դեպք էր եղել եւ կանխվել էր կարծես խցակիցների կողմից։ Խցակիցների բարձրաձայնումով աշխատակիցների կողմից մենք, եթե չեմ սխալվում, տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել։ 5 կամ եւ ունեցել ենք 1 ինքնասպանության դեպք։ Այս խոսում եմ բանի մասին, որ ինքնասպանությունները կանխվում են, բայց գուցեև այո գործիքակազմը բավարար չէ, որ իսպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները եւ ինչ էր ինքնասպանությունները։ Տարբեր փորձեր է։ Օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որը ինքնասպանության փորձ էր արել, մեկը հոգեկան ամուսնական խնդիրներ, մեկը չէ, երկուսը հոգեկան ամուսնական խնդիրներ ունեցող անձինք էին, եւ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել կամ հաջորդ ճեպազրույցում ես ձեռքս տախոստանում եմ կունենամ թվական տվյալները, բայց դուք հստակ կտեսնեք, որ օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից, եւ ոչ թե 100 անձի կողմից, այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։ Աշխարհում էլ է այդպես եւ միայն քրեականական հիմնարկներում չէ։ Պետք է նախարար գուցե հարցը նախորդին չել է, ես չեմ ֆիքսել, բայց այդուհանդերձ սահմանադրությունը ունի նաեւ փոփոխելի հոդվածներ, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ ասել, սահմանադրության նոր նախագծում արդյոք փոփոխելի հոդվածներին անդրադարձ եղել է, մասնավորապես այն հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Թե դա թողնվել է նույնությամբ եւ ազգային ժողովի Մենք այն կարծիքին ենք, որ այն ցենզերը, որոնք այսօր սահմանված են, մասնավորապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին տարիներին բնակության ցենզը պետք է պահպանվեն եւ պատգամավորների համար եւ ըստ այդմ նաեւ կառավարության անդամների համար։ Ես նկատի ունեի նաեւ զարգացան այդ դրույթի փոփոխելիության ստատուսը վերանայման ենթակա, եթե ոչ։ Եվ Այս բանը չենք քննարկել, բայց գիտեք, մենք մի հանգամանք ենք քննարկել, արդյոք պետք է ճկունությունը պահպանենք սահմանադրության փոփոխության եւ այս պահին հստակ որոշում չունենք, բայց գոնե մենք առաջարկել ենք քննարկել ավելի կոշտ մոտեցումները, օրինակ հնարավորություն ենք առաջարկել փոփոխություններ իրականացնել երկու գումարման ազգային ժողովների կողմից, որպեսզի հեշտ փոփոխություններ հնարավոր չլինի իրականացնել, բայց սա թեզ է, որը դեռ չի քննարկվել, կքննարկվի ապագայում։